Հայաստանը սպառազինվում է ոչ թե հարձակվելու, այլ բացառապես պաշտպանվելու նպատակով։ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով Հայաստանի զինված ուժերում կատարվող բարեփոխումները շարունակական են լինելու, անկախ թե ներքին, թե արտաքին հակառակորդների մեղադրանքներից կամ քննադատություններից։ Ես ասել եմ եւ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի եւ չի ունենալու։ Եվ ասում եմ նույնիսկ մինչև Հայաստանի օկուպացված ավելի քան 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքների մասով էլի բանակի առաջ խնդիր չի դրվելու, որովհետև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը երկու երկրներում վավերացվել է, մեխանիզմները ստեղծում են, որ այդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծվեն եւ նորից ուզում եմ դա ընդգծել։ Իսկ բանակը պետության ատրիբուտ է, մենք պետություն ենք եւ պետք է ունենանք բանակ եւ պետք է ունենանք պաշտպանունակ բանակ։ Ըստ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցի, Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման նպատակով պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ ավելի քան 100 միլիարդ դրամ, որից մոտ 66 միլիարդը միայն 2024 թվականին։ Այս օժանդակությունը եւս շարունակական կլինի, ասաց վարչապետը։ Սա էլ ի հակադրություն ընդդիմության այն կեղծ թեզին, թե Հայաստանի կառավարությունը արցախցիներին չի աջակցում։ Այսօր օրինակ 90-ականներին Բաքվից, Սումգայիթից եւ այլն բռնագաղթած մարդիկ կան, ասում են, բա մի րոպե, բա մեզ ոչ մի բան չի հասնում, չէր հասնում։ Չեմ ուզում ասել էլ ովքեր են այսպիսի բաներ ասում։ Հիմա ինչ ասենք, սուտ եք ասում, սխալ եք ասում։ Չեք կարող ասել։ Ի վերջո պետք է բանաձևերը փոխվեն։ Էլ չեմ ասում Հայաստանի քաղաքացիները ինչ են ասում։ Ասենք մենք լավ հասկացանք, 1, 2, 3 չենք ասում, բայց ասենք գնում ես ամեն գյուղ մտնում ես եւ երբ որ մարդիկ ասում են ասում են դե նայենք, դե տեսնենք եւ այլն, ասում են բայց համոզված եք, որ բոլոր գումարները ճիշտ շտուղություններով եւ ճշգրիտ են ծախսվում։ Համոզված չենք, բայց դե։ Ներքաղաքական խնդիրների շարքում պատգամավորներից շատերի, այդ թվում խորհրդարանի խոսնակի հարցը վերաբերում էր Հայաստանում դատաիրավական համակարգի նկատմամբ քաղաքացիների ունեցած, մեղմ ասած, անվստահությանը։ Օրինակ, ինչու չեն պատժվում այնպիսի քաղաքական գործիչներ, որոնց գործունեությունը հարուստ է քրեական պատմություններով։ Օրինակ այդ մարդիկ, որոնք հայտնի են հիմնականում իրենց կրիմինալ անցյալով, իրենց հին վարքով եւ այլն, հիմա հաճախ նաեւ փորձում են ընտրություններին մասնակցել, փորձում են հին սովորությունները հետ բերել, փորձում են, համենայն դեպս նման փորձ անում են եւ մեր հանրության մեջ բնական է այդ հարցը կա, բա ինչ ենք անելու դրա հետ։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ընտրում է ժողովուրդը։ Կառավարությունը ունի այդ ծրագիրը, ապահովել ժողովրդի ազատ արդար թափանցիկ ընտրելու իրավունքը։ Ժողովուրդը ում կընտրի։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արսեն Թորոսյանն էլ բարձրաձայնեց Հայաստանում առկա ժողովրդագրական խնդիրը։ Ես գիտեմ, որ մենք ընդունել ենք, կառավարությունը ընդունել է ժողովրդագրության մասին ռազմավարությունը, որտեղ բազմաթիվ միջոցառումներ կան։ Ես ուզում եմ հարցնել, մենք կարող ենք ավելի համարձակ գտնվել այս հարցում։ Ես նախ համաձայն եմ, որ մենք համարձակ չենք, որովհետև դե բազմաթիվ նյուանսներ կան եւ պետք է խոստովանել, որ այստեղ մեզ պետք են իրոք համարձակ քայլեր եւ այդ համարձակ քայլերի մի մասը արված է նույնիսկ, բայց մենք համարձակություններս չի երիկում, որ այդ քայլերի մասին շատ բարձրաձայն, ոչ թե բարձրաձայն, այլ լիաթոք ասենք, որ նաեւ սենց հնարավորություններ կան։ Դիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։